Ուրեմն ես ուզում եմ արդյոք հնարավոր է որ աղոթքը քո կյանքում իրավիճակներ փոխի։ Ես կփորձեմ այս բաների շուրջը խոսամ եւ շատ դեպքում լինում է չէ դեպքեր, երբ որ դու աղոթք ես անում, բայց այդ աղոթքի պատասխանը չես ստանում։ Ու կասկածներ է առաջանում քո մեջ, միթե Աստվածաշունչը ճշմարիտ չէ։ Ոչ, Աստվածաշունչում սկզբից մինչև վերջը ճշմարտություն է։ Ամեն մի բառ, ամեն մի նախադասություն։ Այդ թերությունը մեր մեջ պետք է փնտրենք, տեսնենք ինչի համար է, որ Աստված մեր աղոթքներին չի պատասխանում։ Եկեք բացենք Գործք առաքելոց 12-րդ գլուխը առաջի համարից Այն ժամանակ Հերոդես թագավորը ձեռք գցեց, որ եկեղեցուց մի քանիսին չարչարե, եւ Հակոբոսի Հովանեսի եղբորը սրով սպանեց, եւ տեսնելով, որ հրեաներին հաճելի է, նրա վրա Պետրոսին էլ բռնեց, եւ բաղարջակրած օրն էր։ Նրան երբ որ բռնեց, բանտը դրավ եւ մատնեց 4 կարգ 4-ական զինվորների, 4 անգամ 4 16 զինվորներով, որ պահեն նրան, եւ կամենում էր զատկից հետո նրան բերել եւ ժողովրդի առաջին, եւ Պետրոսը բանտում պահված էր, բայց նրա համար անդադար աղոթք էր լինում եկեղեցուց դեպի Աստված։ Ես ուզում եմ կանգ առնեմ հենց այս 5-րդ խոսքի վրա, ուրեմն մենք տեսնում ենք, որ թագավորը քրիստոնյաների բռնելով, սրի քաշելով հրեաների համար հաճելի էր այդ երևույթը, որովհետև նրանք ատում էին քրիստոնյաներին, դրա համար էլ թագավորը առիթ ստոկվելով Հակոբոսին սպանելուց հետո Պետրոսին էր ձերբակալում։ Երբ որ Պետրոսին ձերբակալում է, բանտն է նետում, զատկի տոնից հետո իրենց ավանդության համաձայն երկուշաբթի օրը արդեն պիտի Պետրոսին հաներ ժողովրդի մեջ եւ սրի քաշեր։ Մենք ստե կարդում ենք, որ եկեղեցին անդադար որոշ թարգմանության մեջ ասում է ջերմեռանդ աղոթք էին անում, որպեսզի իրենց եկեղեցու առաջնորդին Պետրոսին Աստված բանտից ազատի։ Գիտեք, հռոմեական բանտարկյալ լինելը շատ վատ վիճակում է հայտնում, երբ որ այդ բանտարկյալը հայտնվում է բանտում։ Ասենք թե որևիցե մի հոգի, երբ որ մեր թշնամուն գերի ընկնի ու բանտարկվի, այնտեղ ինչ է տեղի ունենում, կտանքներ, չարչարանքներ եւ շատ հազվագյուտ մարդիկ էին, որ այդ բանտից ողջ կենթանի են դուրս գալիս, նրանց վերջը մահն էր։ Նույնպես էլ հենց այդ բանտում էր գտնվում Պետրոսը, բայց մենք կարդում ենք, որ եկեղեցին անդադար ջերմեռանդ նրանց համար աղոթում էր։ Ջերմեռանդը, երբ որ փակագծերը բացում ենք, զգացմունքային, հուզմունքային, սրտացավ աղոթք էր։ Մեր բարբառը ու ասած այն ջիգարով աղոթներ։ Երբ որ ես որևիցե մեկին ինչ որ Աստծո մասին ուզում եմ խոսալ, նախ իմ անձնական կյանքից եմ օրինակներ բերում, կարող է ձեզ չի հետաքրքրի իմ անձնական կյանքին, որ ինչպիսի փոփոխություններ է կատարել Աստված իմ կյանքում, բայց ես համոզված եմ, որ գոնե մի պահ օգտակար լինելու ձեր համար։ Ուրեմն երբ որ 90-ական թվականներն էր, երբ որ ես մեր եղբայրները ինձ հրավիրում էին, ասում են, երբ ես գալու հավաքույթների, այնտեղ Ռուդի եղբայրը հովիվներ եւ հավաքույթներ էր անցկացնում, ու ինձ փորձում էին համոզել, որ բա Աստվածամարդուն ստեղծել ու իմ հետ միշտ վիճաբանություն էր լինում, քանի որ ես դպրոցում լավ էի սովորում 4-ով 5-ով, հիմիկվա 4-5-ի մասին չխոսքը գնում, հիմա 4-5-ը զորով տեղափոխում են հաջորդ դասարան ու այդ Դարվին կոչյալ ուսմունքը լավ էի յուրացրել, երբ որ ինձ ասում են, որ Աստված ստեղծել մարդուն,
ես մի անգամից ժխտում էի, ասում էի, չէ, կապիկից է առաջացել մարդը։ Եվ այդ թեզը մեջ բռնած առաջ էի գնում ու մի վատ սովորություն էլ կար իմ կյանքի մեջ, երբ որ 10 բառ էի ասում, նրանցից 5-6-ը հայոյանք էր։ Շատ վատ հայոյում էի ու իմ կյանքի ընթացքում այդ հայոյանքի պատճառով շատ եմ ծես գերել։ Եվ դպրոցում, եւ շրջապատում, եւ հարևանության մեջ, երբ որ հարևանները գալիս էին, բողոքում էին, որ ձեր տղան ծնողներիս մամայիս բողոքում էին, ասում են, որ ձեր տղան հայոյել է, մեր տղայի մեր աղջկան, մերս ինձ պաշտպանում էր իրենց այդ բողոքավորներին, երբ որ ուղարկում էր իրենց տները, արդեն Տեր Թեոդիկի դպրոցը մեր տանն էր հայտնվում։ Մերս արդեն սկսում է պատժել ինձ ծեծելով։ Երբ որ փախչում էի իր առաջից, դրանից հետո իրան էլ էի հայոյում դժբախտաբար։ Բայց այդ ծեծի միջոցով չկարողացավ այդ հայոյանքը իմ մեջից հանել։ Այսինքն դա չօգնեց։ Ինչ տեղի ունեցավ։ Եղբայրները անուններ չտամ, մեր եղբայրները ասում են, երբ որ գաս պաշտամունքի հավաքույթի, ել չես հայոյելու։ Ասեցի գնացիք ձեր դարդին էլի։ Վերջում երկու անգամ գնացի հավաքույթի, մի անգամ հավաքույթից տուն գնալու ժամանակ հենց այս ջերմիրանդ աղոթքը իմ մեջ արթնացավ։ Տենց ջգարով աղոթք արեցի, ասեց Տեր Աստված, եթե դու իրոք գոյություն ունես, այն ձև արա, որպեսզի այս հայոյանքը իսպար վերանա իմ մեջից։ Եվ մի քանի օր չանցած, երբ որ անարգված էի բոլոր բարեկամների, հարազատների, հարևանների, նույնիսկ ընտանիքում, երբ որ Աստված հայտնվեց իմ կյանքում, արդեն դարձա հարգալից անձնավորություն։ Դա Աստծո շնորհքն էր։ Այն նախկին Սասունը արդեն գնաց։ Հիմա որտեղ մասսա էր հավաքում նախկինում, երբ որ նրանց ես մոտիկանում էի, հաստատ կռիվ ալնում, որովհետև պիտի հայոյեի եւ դրա հետևանքները շատ ծանր էր, չէ՞։ Լեզուն դուրս է գալիս, երկու բառ ասում ու թաքնում է եւ շուրթերի եւ ատամների հետևում։ Տալիս են, ատամներն են ջարդվում, շուրթերն են ճղում, բայց լեզվին ոչ մի բան չէր լինում։ Ինչևից է ես արդեն երբ որ հավաքում էինք, միտեղ Աստծոց էի խոսում, պատմում էի Աստծո մասին ու տեսնում եմ, որ չէ, ել չեն փախչում ինձանից, այլ ընդհակառակը մոտիկանում էին։ Փառք Աստծո դրա համար։ Եվ ես գինե գործարանում էի աշխատում, այնտեղ sense դրված կար, որ ինչքան ուզում ես կարաս այդ գինե գործարանում խմես, բայց ձեր տուն ոչ մի գրամ բան չես կարալ տանես։ Ես էլ այնքան էի խմում, որ գնում էի արդեն պատրաստ տուն։ Կարիք չկա, որպեսզի տանն էլ շարունակեի, բայց ծխելու հետ սեր չունեի։ Երբ որ խմում էի այն ժամանակ ծխելը հիշում էի։ Այդ թերությունն էլ Աստված վերացրեց, էլի ջերմիրանդ աղոթքի շնորհիվ։ Հենց sense բան կա, չէ, ասում է մի եղբայր գալիս է, ասում է ահագին ժամանակա ոչ խմում եմ, ոչ ծխում եմ։ Ասում է խի ես ուտ ասում են նորը քեզ ծխելուց տեսել եմ, ամա երևի խմած եմ եղել։ Իրոք այս թերությունը մեր մեջ պիտի իսպար վերանա։ Մենք ում ենք խապում, Աստծուն չենք կարող խապել, որովհետև Աստված ամենուրեք է, ամենտեղ տեսնում է։ Մենք այդ փոքր թերությունը, չգիտեմ, ոմանց համար կարող է դա փոքր է, բայց իմ համար շատ մեծ թերություն է, նամանավանդ այդ հայոյանքը, որովհետև ամեն օր գլխից ծեծում էին։ Ինչևից է, ես իրոք ձերբազատվել եմ այդ բաներից, փառք Աստծո։ Ինչպես տեսնում ենք, գանք Աստվածաշնչին, որ ինչպես են ջերմիրանդ աղոթք բարձրացնում եկեղեցու անդամները իրենց առաջնորդի Պետրոսի համար։ Պետրոսը դա այն Պետրոսն էր, որ նախկինում Սողոս էր։ Սիմոնն էր եւ ձկնորս էր։ Երկար տարիներ ձկնորս է եղել ու համոզված են, որ գետերում, ծովերում, լճերում ինքը լողալ լավ գիտեր։ Բայց դա այն Պետրոսն էր, որ տեսավ Հիսուսը ջրի վրա քայլելուց, ասեց Տեր,
ինձ էլ են ձևարա, որպեսզի ես ջրի վրա քայլեմ։ Մենք տեսնում ենք, որ այդ հրաշքն էլ կատարվեց։ Եվ բազմաթիվ հրաշքներ Պետրոսը, որ Հիսուսի հետ շփվելով, այդ հրաշքները տեսնելով ընդհուպ միջև Ղազարոսի հարությանը ներկա եղավ, այդքանից հետո երբ որ Հիսուսին բռնեցին, երբ որ ասեցին Պետրոսն էլ եղել իրանց հետ, ասեց չեմ ճանաչում։ Իրոք ես Կիրակի օրը շատ հուզված էի նման Ղազարոսի հարությանը, մեր Արամի հարությանը Փառք Աստծո, որ այդ բեմականության համար եկեք եւս մեկ անգամ ողջունենք մեր քույրերին, եղբայրներին, որ իրականում այդ բեմականությունը այն ձևի են ներկայացրել, որ իրականությունից շատ քիչ էր տարբերվում։ Ձեր ծավ ողջուններով երենք իրանց Երբ որ մարդկայնորեն մտածենք, որ եկեղեցին խնդրում է Աստծուն, որ իրենց առաջնորդին Պետրոսին բանտից ազատի, ես լինեմ կասեմ ոնց, քանի անգամից դավաճանեց ինձ օրացավ, ինչի պիտի իրեն բանտից ազատեմ։ Սա մարդկայնորեն եմ ասում, բայց Աստծո տեսանկյունից մենք Պետրոսից առավել չենք, մենք էլ ենք բոլորս Պետրոսներ, Աստվածաշունչը մեզ դա է սովորացնում, այս թերությունները, որ մենք չկրկնենք մեր կյանքի ընթացքում, մենք գիտենք, թե Պետրոսը ուրացավ, 3 անգամ ուրացավ, արդյոք մենք քանի անգամ ենք ուրանում օրվա ընթացքում, երբ որ մեզ տված ժամանակահատվածը 24 ժամ տալիս է, ինչքան ենք հատկացնում աղոթքի, լինում է ժամանակ, որ չենք էլ աղոթում։ Եկեղեցին ջերմեռանդ աղոթքեր բարձրացնում առ Աստված, որպեսզի Պետրոսին բանտից ազատի։ Եվ տեսնում ենք, որ Աստված հրեշտակին ուղարկում է այն շղթաները, որ կապված էր Պետրոսին, այն երկաթյա դարպասները, որ իրան առջև կա, երևի Պետրոսն էլ չի մտածում, որ հնարավոր չի տեղից դուրս գալ։ Ինքը արդեն համակերպվել է, որ վաղը մյուս օրը արդեն իրեն տանելու են ժողովրդի առաջ սպանելու են, որովհետև մի դեպք եղավ Հակոբոսի, որ սպանեցին, հերթ հասնում է իրեն։ Եվ երբ որ այդ հրաշքը տեղի ունեցավ, ինքը չեմ ուզում ընթերցեմ ժամանակի սողության պատճառով բանտից երբ որ ազատվեց, գալիս էր որտեղ, գալիս էր Մարիամի տուն, Հովանեսի մայր Մարիամի տուն, որտեղ հավաքված են քույրերը, եղբայրները։ Պետրոսը համոզված է, որ այնտեղ հավաքված են եւ իր համար աղոթք են բարձրացնում։ Այսինքն Պետրոսը գիտեր, որ փրկությունը միայն եկեղեցում է, Աստծո եկեղեցին է։ Մենք ենք ստեղ փրկությունը։ Եթե Տիրոջ ներկայությունը Մատթեոսի 18-19 Դարձյալ ասում եմ ձեզ, եթե ձեզանից երկուսը երկրի վրա միաբանվեն, ամեն ինչի բանի համար, որ խնդրեն, կլինի նրանց իմ հորիցը, որ երկնքում է, որովհետև ուր որ 2 կամ 3 հոգի իմ անունով ժողովված լինեն, ես այնտեղ նրանց մեջ եմ։ Պետրոսը համոզված էր, որ Աստված իրեն բանտից ազատել է, գնում է, որպեսզի իրեն քույրերին, եղբայրներին միանալուն։ Եվ երբ որ դուռը ծեծում էր, Հռովդե անունով աղախինը գնում է, Պետրոսի ձայնը ճանաչում է, սակայն դուռը չի բացում։ Գալիս է քույրերին, եղբայրներին ասում է Պետրոսն է դռամը, դուռն է ծեծում։ Եվ այս մարդիկ, որ ջերմեռանդ աղոթում էին, ստեղ արդեն կարելի ասած թափառական երկմտածող աղոթքեր։ Այդ աղախնուն ասում են հո չես գժվել, որովհետև գիտեմ, որ Պետրոսը բանտում է ու հռոմեական բանտում է ու այնտեղից ազատվելը հնարավոր չի։ Բայց տեսնում ենք, որ Աստված եկեղեցու աղոթքին պատասխանեց։ Եկեղեցու անդամները գիտեն, որ առանց Պետրոսի հնարավոր չի, որպես իրենց առաջնորդի, բայց Աստված ավելին է իմանում։
Շատ դեպքում, երբ որ մենք աղոթք ենք անում, երբ որ մեր աղոթքի պատասխանը լինում է, մեր հավատն է ամրապնդվում մեր մեջ, բայց երբ որ մի քիչ Աստված ուշացնում է մեր աղոթքների պատասխանը, մեր մեջ համբերությունն է ավելանում։ Իսկ երբ որ մեր աղոթքները ընդհանրապես մեր ուզած ձևով չի Աստված պատասխանում, ուրեմն ավելի լավ բան է պատրաստել քո համար։ Մենք պիտի վստահենք Աստծուն, ոչ թե զգացմունքներին, որովհետև այդ զգացմունքները մեզ լավ տեղ չի տանելու։ Մենք Աստված չենք, մենք չգիտենք Աստծո հնարավորությունները, բայց Աստծո հնարավորությունները բազմազան են։ Աստծոն համար անհնարին բան չկա, ուստի պիտի աղոթքով ամբողջովին վստահենք Աստծուն։ Ասում երբ որ մենք աղոթում ենք, Աստված լսում է, երբ որ մենք ենք լսում, Աստված է խոսում, բայց երբ որ սրտանց հավատում ենք, այն ժամանակ Աստված գործում է։ Պիտի մենք նորից եմ կրկնում, զգացմունքներին չտրվենք, հապա ամբողջովին մեր հույսը դնենք Աստծո վրա։ Աստված երբեք մեզանից ոչ մեկին հուսախաբ չի անելու, եթե սրտանց մենք վստահենք իրեն։ Ուրեմն երբ որ ամեն առավոտ գնում էի աշխատանքի, տենց առավոտը կանող աղոթք եմ անում, ասում Տեր Աստված, այսօր ինձ եւ արա որ մեկին պատահեմ քո մասին խոսամ, էլի որովհետեւ մենք դրա համար ենք կանչված, որպեսզի իր մասին պատմենք։ Ուրեմն կանգառումին 3-4 մարդ ամեն առավոտ հավաքում ենք, որպեսզի գնանք աշխատանքի, որ միջև ավտոբուսը գալը, մի կին կար, անունը Գայան է, ասում եմ ո՞նց ես, ասում է փառք Աստծո։ Ասեցի ինչ լավ է, անձրևոտ էլ եղանակ էր, ասում ինչ լավ է որ ասում ես փառք Աստծո, էլ այսօր շատ քիչ մարդ է որ հարցում ես թե ո՞նց ես, ասում է փառք Աստծո։ Առիթ եղավ որպեսզի Աստծո անունը տվել է։ Ասեցի լավ է որ Աստծո անունը տալիս ես, ասում բա գիտես ես ամեն օր հարմերը ասում եմ, ասում լավ եք անում, բայց ինչ որ միտեղ հավաքույթների մասնակցում ես, ասում դու այն վկաներից ես, ասում եմ այո ես Քրիստոսի վկաներից եմ, ու պատմեցի որ ամեն կիրակի որտեղ եմ հաճախում, տենց ընդամենը 2-3 րոպե խոսացի, այդ կինը կապիշոնը գլխից հանեց, ձեռից բռնեց, դրեց իր գլխին, ասում իմ համար աղոթիր։ Դե պատկերացրեք, ձեռս դրեցի ասեցի Տեր Աստված, այս կնոջ Գայան քրոջը հոգու աչքերը բացիր, իմաստություն տուր, որպեսզի քեզ ճանաչի։ Շատ դեպքում, երբ որ մենք աղոթքներ ենք անում, գիտեք, այն ձևի բառեր ենք օգտագործում, որ նույնիսկ արմատական բառերաններում այդ բառերի բովանդակությունը չենք կարողանում գտնել։ Պարզ, շիտակ, Աստված Ղարաբաղի լեզուն է հասկանում, բառն է հասկանում, ամեն բան հասկանում է։ Դրա համար, երբ որ մենք աղոթքի ենք կանգնում, սրտով, մաքուր սրտով կանգնենք Աստծո առաջ ու մեր աղոթքները բարձրացնենք, Աստված ընդունում է։ Եվ մի բան եմ հասկացել, որ երբ որ մենք Աստծո հետ ճանապարհ ենք գնում, այդ ճանապարհը եւ հեշտ է լինում, եւ դժվար է լինում, բայց ամենակարևորը այդ ճանապարհը անիմաստ չէ։ Եկեք կանգնենք աղոթքի։ Շնորհակալ ենք ով Հայր, շնորհակալ ենք ամեն բանի համար Տեր։ Տեր, խնդրում ենք Տեր Աստված, նիր մեր գործած բոլոր մեղքերը Տեր, որովհետև հենց այդ մեղքն է Տեր Աստված, որ անպեսյուն է կազմում եւ խոչընդոտ է հանդիսանում, որպեսզի մեր աղոթքները դեպի Աստված բարձրանա Տեր։ Մեր մեղքերը ներիր Տեր Աստված, ինչքան արևելքը հեռու է արևմուտքից, այնքան էլ մեր մեղքերը մեզանից հեռացրու Տեր Աստված։ Սուրբ Հոգի Աստված, օգնիր Տեր, որպեսզի մենք չթուլանանք, համբերություն տուր մեզի Տեր Աստված, զորացրու մեր հավատքը Տեր Աստված, որպեսզի մենք անդադար աղոթքի մեջ լինենք Տեր Աստված, եւ մեր ընտանիքների համար, եւ ազգիս համար Տեր Աստված։ Խնդրում եմ Տեր Աստված, ազգիս մեջ
Քո սերը թող իշխի Տեր Աստված, ամեն մեկի ընտանիքներում Տեր Աստված, թող քո սերը թակավորի Տեր։ Մենք սիրո պակասություն ունենք Տեր Աստված։ Մենք խաղաղության պակաս ունենք Տեր Աստված, մեր ազգի, մեր ժողովրդի մեջ Տեր Աստված։ Քո Աստվածային զորությամբ այցելություն անես ամեն մեկից Տեր Աստված։ Փոխես մեր կյանքերը Տեր Աստված։ Բժշկես մեր ցավերը, մեր մեղքերը Տեր Աստված ներես։ Որդուդ Հիսուս Քրիստոսի անունից խնդրեցի, ամեն։